Ողջույն բոլորին, ես Սպարտակն եմ և այսօր ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես հավաքել Ռուբիկը 3-3-ի վրա։ Այսօր ես նկարում եմ մաս 2-ը և այս մասում մենք կսովորենք, թե ինչպես հավաքել երկու շերտը։ Երրորդ շերտը լինելու է երկու մասնային, կսովորենք մյուս վիդեոներում և հավաքել դեղին խաչը միաժամանակ։ Դե ինչ, եկեք սկսենք։ Անցած վիդեոյում մենք սովորել ենք, թե ինչպես հավաքել սպիտակ ճիշտ խաչ, և ես վստահ եմ, որ դա բոլորիդ մոտ ստացվել է։ Եվ այս վիդեոյում մենք կհավաքենք առաջին շերտը և երկրորդ շերտը։ Ուրեմն կուբիկ Ռուբիկը մենք պահում ենք դեղին կենտրոնը վերևում, և այս վերևի շերտում գտնում ենք սպիտակ անկյունը։ Մենք պահում ենք դեղին կենտրոնը վերևում և այս վերևի շերտում փորձում ենք գտնել սպիտակ անկյուն։ Այստեղ սպիտակ գույն չկա, այստեղ էլ չկա, այստեղ էլ չկա, այստեղ էլ չկա։ Եթե չկա, ուրեմն մենք պետք է սպիտակ անկյուն օդ բերենք։ Դա նշանակում է, որ բոլոր սպիտակ անկյունները արդեն սպիտակի մոտ են։ Ուրեմն եկեք սովորենք մի հատ բանաձև, և կուբիկ Ռուբիկը հավաքելու ընթացքում մենք սովորելու ենք երկու բանաձև։ Ահա առաջի բանաձևը։ Աջը բարձրացնում ենք վերև, ձախը տանում ենք աջից տանում ենք ձախ վերևի կողմը, աջը բարձրացնում ենք ներքև, վերևի կողմը ձախից բերում ենք աջ։ Եվ ահա սպիտակը բարձրացավ օդ։ Հիմա սպիտակից բացի նայում ենք այստեղ էլ ինչ գույներ կան։ Կա նարնջագույն և կանաչ։ Հիմա մենք այս անկյունը բերում ենք իր կենտրոնի մոտ։ Դա անելով այսպես վերցնում եք կուբիկ Ռուբիկը և պտտում եք այսպես տակի երկու շերտը։ Ահա, կարմիրը իր կանաչը դեռ պետք չի, դեռ չենք հասել, կանաչ, նարնջագույն, ահա հասանք։ Եվ հիմա անում ենք աջի բանաձևը։ Աջը վերև, վերևի կողմը աջից դեպի ձախ, աջը ներքև, վերևի կողմը ձախից աջ։ Չեղավ, մի հատ էլ ենք անում։ Աջը վերև, վերևի կողմը աջից ձախ, աջը ներքև, վերևի կողմը ձախից աջ։ Նորից աջը վերև, վերևի կողմը աջից ձախ, աջը ներքև, վերևի կողմը աջից ձախ։ Ահա եղավ։ Հիմա այս մեկը, սրա վրա էլ կա սպիտակ, ահա, և ունի կապույտ և կարմիր գույն։ Պտտում ենք այս երկու տակի շերտերը, մինչև համընկնեն գույները, կարմիր և կապույտ, ահա։ Հիմա անում ենք աջի բանաձևը նորից։ Աջը վերև, վերևի կողմը աջից դեպի ձախ, աջը ներքև, վերևի կողմը ձախից դեպի աջ։ Նորից անում ենք այնքան, մինչև այս անկյունը լինի սպիտակի մոտ ճիշտ։ Ահա։ Հիմա, եթե վերևը էլի չկա, ահա այս երկուսը սխալ են։ Այս մեկը ճիշտ կենտրոնների արանքում չի, և այս մեկն էլ ճիշտ կենտրոնների արանքում չի և սխալ է։ Ահա կարող ենք այս մեկը օդալ հանել աջի բանաձևով։ Աջը վերև, վերևի կողմը աջից դեպի ձախ, աջը ներքև, վերևի կողմը ձախից դեպի աջ։ Եկեք նորից անենք։ Աջը վերև, վերևի կողմը աջից ձախ, ձախը ներքև, ահա հանեցինք այս անկյուններից և գտնում ենք այստեղ սպիտակից բացի կա կապույտ նարնջագույն։ Բերում ենք կապույտ նարնջագույն կենտրոնի մոտ և անում ենք այդ բանաձևը։ Այնքան մինչև չգտնի։ Ահա ես տեսա ուրիշը, կարմիր և կանաչ։ Բերում եմ իր կենտրոնի մոտ և անում եմ աջի բանաձևը։ Ահա մենք հավաքեցինք սպիտակ գույնը ամբողջությամբ։ Որպեսզի մենք հավաքենք երկրորդ շերտը այս կուբիկ Ռուբիկի պես, մենք պետք է սովորենք աջի բանաձևի հակառակը, այսինքն ձախի բանաձևը։ Ուրեմն ձախը բարձրացնում ենք վերև, վերևի կողմը ձախից տանում ենք աջ,
ձախը իջացնում ենք ներքև, վերևի կողմը աճի ստանում ենք ձախ։ Այդ բանաձևը անում ենք 5 անգամ էլ, որ հետգանք նույն դիսկին։ Ահա, հիմա մենք վերևի շերտում և դեղին կենտրոնում ենք միշտ պահում ենք վերևում։ Վերևի շերտում գտնում ենք այնպիսի կող, որի վրա չկա ոչ դեղին, ոչ էլ չկա դեղին։ Ահա, այստեղ չկա դեղին։ Ուրեմն այնքան ենք այս տակի մասը պտտում, տակի երկու շերտերը, մինչև այս գույնը չհամընկնի այս գույնին։ Ահա, հիմա պետք է հասկանանք այս կողը որտեղ ենք տանում, աջ թե ձախ։ Դրա համար նայում ենք վերևի գույնը, վերևի գույնը նարնջագույն է, դա նշանակում է, որ այսի պետք է տանել այստեղ, որտեղ նարնջագույնը այս կողմն է։ Հիմա, քանի որ աջ կողմն է, մենք տանում ենք այսի ձախում, անում ենք մեր աչի բանաձևը, աչը վերև, վերևի կողմը աչից դեպի ձախ, աչը ներքև, վերևի կողմը ձախից դեպի աչ։ Պտտում ենք կուբիկ ռուբիկը այսպես և անում ենք ձախի բանաձևը։ Ձախը վերև, վերևի կողմը ձախից դեպի աչ, ձախը ներքև, վերևի կողմը աչից դեպի ձախ։ Եվ ահա հավաքվեց մեր կողը դեպի այս երկու կենտրոնների մոտ։ Ահա ես տեսնում եմ էլի կող, որի մոտ չկա ոչ կարմիր, ոչ էլ չկա դեղին։ Պտտում եմ այս տակի շերտը, մինչև համընկնեն այս գույները և հասկանում եմ, որ կողմ պետք է գնա։ Վերևի գույնը նույնպես նարնջագույնն է, աջ կողմը նայում ենք կարմիր է, ձախ կողմը նարնջագույն է, ուրեմն պետք է գնա ձախ կողմ։ Քանի որ գնում է ձախ կողմ, վերևի կողմը մենք տանում ենք դեպի աջ, անում ենք ձախի բանաձևը, ձախը վերև, վերևի կողմը ձախից դեպի աջ, ձախը ներքև, վերևի կողմը աջից դեպի ձախ, պտտում ենք կուբիկ ռուբիկը հակառակ և անում ենք աչի բանաձևը, աչը վերև, վերևի կողմը աչից դեպի ձախ, աչը ներքև, վերևի կողմը աչից դեպի այստեղ։ Ահա ես տեսնում եմ կարմիր և կապույտը, այստեղ չկա դեղին, դա նշանակում է, որ մենք կարող ենք սա անել։ Տեղափոխում եմ սա մինչև չհամընկնի և քանի որ աջ է գնում, ես տանում եմ սա ձախ, անում եմ աշի բանաձևը, պտտում եմ կուբիկ ռուբիկը այսպես և անում ձախի բանաձևը։ Ահա, մեզ մոտ մնում է վերևում արդեն բոլորը կողերի վրա կա դեղին, սրա վրա կա, սրա վրա կա, սրա վրա կա, սրա վրա կա։ Դա նշանակում է կամ մենք արդեն հավաքել ենք, կամ էլ ինչ-որ կող ստեղը հակառակ է, ահա այս կողը։ Դրա համար մեզ այս կողը պետք է վերևում, իսկ որպեսզի սա տեղափոխենք վերև, պետք է այս կողի տեղը դնենք ինչ-որ դեղին կող, որը սա գա օդ, հետո այս մեկը դնենք, որտև այս մեկը սխալ է դրած։ Հիմա եկեք գնանք, ահա մեր այս կարմիր դեղինը կդնենք, անում ենք, քանի որ աջ կողմ ենք դնում, տանում ենք դեպի ձախ, անում ենք աչի բանաձևը, պտտում ենք կուբիկ ռուբիկը դեպի աջ, անում ենք ձախի բանաձևը։ Եվ ահա մեր կողը հետ եկավ այստեղ։ Պտտում ենք կուբիկ ռուբիկը մինչև չհամընկնի, ահա համընկեց, և քանի որ աջ կողմն է, սա տանում ենք աջ, անում ենք աչի բանաձևը, կուբիկ ռուբիկը պտտում ենք այստեղ և անում ենք ձախի բանաձևը։ Ահա, մենք հավաքեցինք երկու շերտը։
Բայց մենք չհավաքեցինք դեղին խաչը։ Մենք դեղին խաչի ընթացքում ուշադիր ենք լինելու ու կողերին, որովհետև խաչը կազմված է կողերից եւ անկյուններից կազմված չէ։ Հիմա մեզ մոտ այսպիսի փայտ դեմքն է։ Այստեղ կողերը եւ կենտրոնը համընկել են փայտի տեսքով։ Ահա։ Այս դեպքում ունենք ենք պահում, որ դեղինը լինի իհարկե վերևում եւ փայտը լինի այսպիսի հորիզոնական։ Եթե փայտ է, պտտում ենք դիմացի կողմը այսպես դեպի աջ եւ անում ենք մեկ անգամ աչի բանաձևը։ Աչը վերևի կողմը աչից դեպի ձախ, աչները ներքև վերևի կողմը ձախից դեպի աջ եւ այս մասը հետ ենք պտտում։ Եվ մեզ մոտ ստացվում է մեր կենտրոն։ Ահա մի ուրիշ դեպք։ Այս դեպքը կոչվում է ժամացույց, որտեղ սա կազմվել է ժամացույցի նման։ Հիմա դեղինը պահում ենք վերևում եւ անում ենք աչի բանաձևը 2 անգամ։ Իհարկե դիմացի կողմը պտտելուց հետո։ Եվ մեզ մոտ ստացվեց ճիշտ խաչ։ Եվ ահա վերջին դեպքը։ Մի րոպե։ Ահա, երբ որ մենակ դեղին կենտրոնն է, ոչ մի կող չկա։ Այդ դեպքում մենք պտտում ենք մեր դիմացի կողմը այսպես, անում ենք աչի բանաձևը 2 անգամ, հետ ենք պտտում այս կողմը, եւ մեզ մոտ լինում է փայտ տարբերակը, եւ փայտի ժամանակ հիշում ենք, այս մասը պտտում ենք, անում ենք մեկ անգամ աչի բանաձևը, եւ մեզ մոտ հավաքում է դեղին կենտրոն։ Այսօր այսքան է, ցտեսություն։